Երկիր մեդիայի եւ ուրբաթակումբի խմբագիր հաղորդաշարը ողջունում է ձեզ։ Բարի երեկո։ Դե ինչ, նախագահական ընտրություններից հետո հայոց իրականությունում շրջող անակնկալի ուրվականը այդպես էլ մնաց ուրվական, որովհետեւ ամեն ինչ մնաց նույնը։ Նույնը մնաց նաեւ վարչապետը։ Բարև ձեզ, պարոն Ուրիխանյան։ Բարև ձեզ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակումը բուռն արձագանքի արժանացավ եւ հասարակական քաղաքական բնագավառում եւ նաեւ մամուլում։ Եվ ինչ ես ձեզ կներկայացնեմ մամուլի ուշագրավ հրապարակումներ այդ թեմայի շուրջ, կցանկանայի իմանալ ձեզ համար անսպասելի էր այդ վերանշանակումը։ Ավելի ճիշտ կլինի ասեմ, որ մենք այդ սցենարին պատրաստ ենք եղել եւ պատրաստ ենք եղել շարունակելու այն մեր մտորումները, դիրքորոշումները հայտնելու, որոնք որ որևէ կերպ բնականաբար չէին կարող փոխվել այդ վերանշանակումից հետո։ Լավ։ Ժողովուրդը գրում է. Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ մայիսի 5-ից հետո ձևավորվելիք կառավարությունը ժամանակավոր է։ Իդեպ, ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարության մասին եւս նա ասել է, թե դա ժամանակավոր է, քանի որ նախագահական ընտրություններից հետո սահմանադրության համաձայն ինքը պետք է նոր կառավարություն ձևավորի։ Ու հիմա ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ձևավորած բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են։ Նաեւ ժամանակավոր է։ Համաձայն եք։ Կառավարության, ցանկացած կառավարության, այդ թվում այս կամ այն կազմի, որը որ կարծում եմ առաջիկայում կվերջապես հայտնի կդառնա քաղաքացիներին, գործունեության իմաստը հանգում է մեր պարագայում մարդկանց կյանքի որակի փոփոխությանը, ինչի մասին երկար ժամանակ ԲՀԿ ներկայացուցիչները մասնավորապես խոսում են, իսկ առհասարակ կենսակերպի արդյունավետ լիարժեք կազմակերպմանը։ Հետևաբար ժամանակավոր է, թե ժամանակավրեպ է, չգիտեմ, ժամանակային կտրվածքի մեջ չեմ ուզում դիտարկել։ Ուզում եմ դիտարկել գործունեության արդյունավետության առումով։ Եվ հետևաբար դրանով կփակվի նաև ժամանակային առումով ցանկացած հարց, որովհետև եթե մարդիկ աշխատեն արդյունավետ, եթե աշխատեն լավ, հետևաբար կարծում եմ նրանց աշխատանքային երկարակյացությունն էլ ապահովված կլինի։ Սակայն արդյոք ժամանակավրեպ կառավարությունը կարող է արդյունավետ աշխատել եւ բարելավել մարդկանց կյանքը։ Ունենք այն, ինչ ունենք։ Տեսական քննարկումների մեջ ճիշտ չի լինի, որ մտնեմ։ Հա, իհարկե, արդյոք չար ուժերը կարող են բարի գործել, թե ոչ, հարցը հռետորական է եւ փիլիսոփայական։ Ունենք այն, ինչ ունենք։ Վիճակը անհրաժեշտ է տանել դեպի փոփոխություններ։ Փոփոխություններ իրականացնել կարելի է նրանցով, ովքեր նախ եւ առաջ ցանկանում են այդ փոփոխություններն իրականացնել, ձեռնամուխ լինել գոնե դրանց, եւ երկրորդ ովքեր ունակ են։ Ահա սա ենք մենք անկնկալում կառավարությունից ու հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում։ Պարոն Ուրիխանյան, մամուլում հնչեց տեսակետ, որ վարչապետի վերանշանակումը սոսկ վարչապետի նշանակում չէ եւ ավելի շատ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան է ներքաղաքական ազդակների եւ ներքաղաքական իրավիճակին, ուղղված մյուս քաղաքական ուժերին։ Եվ ներկայացնեմ ինչ է գրում այս առումով լրագրողը։ Ելակետն այդուհանդերձ ներքին իրավիճակն է, իսկ իրավիճակն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանն իրեն թույլ է տալիս վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին։ Դա այն եզակի հանգամանքներից է, որով Սերժ Սարգսյանը վկայում է դրության տերը լինելու մասին։ Լավ իմանալով, որ Տիգրան Սարգսյանն այդպես էլ չընդունվեց թե Ռոբերտ Քոչարյանի, թե ԲՀԿ-ի, թե ՀՀԿ-ի շատ շրջանակներում։ Այդ պայմաններում Սերժ Սարգսյանի համար Տիգրան Սարգսյան վարչապետն իր ներիշխանական ուժի եւ դրության տերը լինելու խորհրդանիշն է, ու նա այդ պաշտոնին կմնա այնքան, քանի դեռ իշխող համակարգում կմնան կասկածները Սերժ Սարգսյանի դրության տերը լինելու կապակցությամբ։ Ինչպես կմեկնաբանեք։ Կարծում եմ նշանակում կատարելիս առաջին հերթին, վստահ եմ, ոչ թե կարծում եմ, հարկավոր է ականջալուր լինել, թե ինչ են ասում հանրության ներկայացուցիչները, լայն զանգվածները։ Եվ չեմ ուզում հավատալ, որ որևէ նշանակում Հայաստանում իրականացվում է, ինչպես դուք ընթերցեցիք այդ ձևակերպմանը համապատասխան դրության տերը լինելու փաստը ապացուցելու կամ հաստատելու առումով։ Նշանակում պիտի իրականացվի պարզապես մի դիտարկմամբ։ Այս կամ այն թեկնածուն պիտի ապահովի լավագույն կադրային լուծումը։ Տվյալ ոլորտում կառավարում իրականացնելու համար խոսքը գնում է գործադիր իշխանության մասին, հատկապես գործադիրի ղեկավարի մասին։ Եվ այդուհանդերձ ունենք այն, ինչ ունենք։
Չեմ ուզում հավատալ, որ այ ձեր ընթերցած մտքի շրջանակներում է տեղի ունեցել այնինչ տեղի ունեցել։ Նախագահ Սարգսյանը ինքը քննադատության է արժանացրել վարչապետին, վարչապետի որդեգրած քաղաքական տնտեսական կուրսը եւ միթե արդյոք դրանից հետո չգտան իրենց թիմում գոնե ավելի համապատասխան տեխնացու։ Ինչևէ, ինչպես ճիշտ ասում եք, ունենք այնինչ ունենք, պետք է արժանացնել գնահատականների եւ ձգտել փոփոխությունների։ Վարչապետի վերանշանակումը, կարծում եմ նաեւ կառավարության կազմում շատ զգալի առանձնապես փոփոխություններ տեղի չեն ունենալու, լավ հնարավորություն են տալիս երևանցիների համար մասնավորապես, ինչու, որովհետեւ արժևում Երևանի ընտրություններն են, իրենց գնահատականը գործնականում տալու ստեղծված իրավիճակին, ստեղծված իրավիճակի համար պատասխանատուներին։ Խոսելով կոնկրետ Տիգրան Սարգսյան քաղաքական կերպարի մասին, լրագիրը գրում է, որ այս հարցում ավելի մեծ է արտաքին ազդեցությունը եւ նշում է, որ Տիգրան Սարգսյանին ակնհայտորեն աջակցում է ԱՄՆ, դրական է վերաբերվում Եվրոպան եւ լոյալ է Ռուսաստանը։ Այս առումով դուք ինչ կասեք։ Արդյոք արտաքին ազդեցությունները կարևոր են այս հարցում եւ հայաստանցիների կյանքի վրա, ընդ որում մարդիկ մեկ կյանք են ապրում, մեկ անգամ են ապրում, մեկ անգամ ուզում են ապրել արժանավայել, նորմալ, իրենց երկրում, սիրել իրենց երկիրը, ապագա կապել, սերունդներին ամրավորել այս երկրի տարածքի միջավայրի հոգեբանության հետ եւ այդ կյանքի վրա իր որոշումներով, իր գործողություններով, արածով ու չարածով ազդեցություն թողնող մարդու հանդեպ վերաբերմունքը առաջինը, վերջինը, գլխավորը պիտի լինի սեփական երկրի քաղաքացիների, համաերկրացիների կողմից։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում վարչապետին, որ երկրում ինչպես են վերաբերվում, իսկ դա իրական է ինչ դիվանագիտական կորպուս կամ ինչ այլ պետության արտաքին քաղաքական գերատեսչություն ինչ վերաբերմունք է դրսևորում, ինձ հետաքրքրում է մեր քաղաքացիներն ինչ վերաբերմունք ունեն։ Եվ ցանկանում եմ, որպեսզի իրեն էլ այս կամ այն վարչապետին էլ դա հետաքրքրի։ Արդյոք արտաքին ազդակները դերակատարություն չեն ունենում հենց նշանակման գործում, ձեր կարծիքով։ Կրկնում եմ, միգուցե եւ ունենում են։ Դա պետք է հարցնել այն վարչապետին, որի նշանակման հետ կապված նման ազդեցություններ կան։ Ես չգիտեմ։ Մեր քաղաքական թիմի կողմից, եթե երբևէ նշանակվի վարչապետ, եթե երբևէ մենք նվաճենք համապատասխան քվե եւ հայաստանցիները տան մեզ այդ հնարավորությունը, ազդեցություն է ունենալու միմիայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Պետք է հարցն ուղղել նրանց, ովքեր որ նշանակվում են դրսի ուժերի ցանկությամբ, եթե այդպիսիք կան։ Լավ, պարոն Ուրիխանյան, ներկայացնեմ մեկ այլ մեջբերում։ Տիգրան Սարգսյանը բավական հակասական կերպար ստացվեց հայաստանյան քաղաքականության բնապատկերում։ Նրա տնտեսական քաղաքականությունը հռչակագրերի մակարդակով մի բան էր վարչապետության առաջին 5 տարիներին, իսկ իրական արդյունքի տեսանկյունից մեկ այլ, բայց միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե նրանն էր արդյոք տնտեսական քաղաքականությունը։ Վազգեն Մանուկյանն օրինակ բոլորովին վերջերս հայտարարեց, թե նրա ձեռքերը կապված են, բայց դա նաև առանց Մանուկյանի ասածի էլ ակնհայտ էր։ Տիգրան Սարգսյանն իշխանության մեջ չուներ այն քաղաքական ազդեցությունը, որը նրան թույլ կտար լինել ուժեղ վարչապետ։ Կարծում եք վարչապետի աշխատանքի արդյունավետությունը նրա քաղաքական ուժով է պայմանավորված։ Եվ այս առումով ինչպիսին է Տիգրան Սարգսյանը։ Առաջանում այն քաղաքական ուժի ուղղությամբ, որը որ ներկայացրել է այդ վարչապետին, այսինքն ինչ է նշանակում ձեռքերը կապված էր, հա, այսինքն թույլ էր վարչապետը չուներ քաղաքական ազդեցություն, վարչապետը ունի սահմանադրությամբ սևով սպիտակի վրա արտաբերված դրույթների համապատասխան իրեն տրված լիազորություններ։ Ինչ քաղաքական ազդեցության մասին է խոսքը գնում։ Այսինքն իշխող ուժի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ վարչապետը չուներ քաղաքական ազդեցություն։ Սա եւս ռետորական հարց է, որը նույնիսկ եթե օդում կախված է, ապա դրա հետ զուգահեռ կախված է օդում դրա պատասխանը։ Թող մարդիկ տան դրան գնահատական։ Այսինքն ով է գեներացնում այդ միտքը, որ վարչապետը թույլ է, չունի հնարավորություն, ինչի մասին է խոսքը, վարչապետը քաղաքական մեծամասնության կողմից նշանակված վարչապետ է։ Ով է նրա ձեռքերը կապում։ Պատասխանը եթե կա ակնհայտ է, եթե չկա, ուրեմն ռետորական է էլի։ Վարչապետի վերանշանակման թիվ 1 պատճառաբանությունն այն էր, որ նա ապահովել է նախագահի սահմանած տնտեսական աճի շեմը 7%-ը։ Այս առնչությամբ ինչ կասեք։
Ես ուզում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում կենսամակարդակի բարելավման զուգահեռ մարդկանց դեմքին ավելանա ժպիտը, նախ գոյանա, հետո ավելանա, որպեսզի երկրից դուրս եկող ցածր, միջին ու բարձր նույնիսկ սոցիալական մակարդակ կարգավիճակ ունեցող մարդիկ սկսեն վերադառնալ։ Ես ուզում եմ, որպեսզի ապրելը լինի ավելի հեշտ, բանաձևը շատ պարզ է, եկամուտը մարդու գերազանցի ծախսերին, նվազագույն ծախսերին, կոմունալ, առաջին անհրաժեշտության ապրանքների սպասարկման համար պահանջվող ծախսերին, սրանք չեն ցուցանիշները։ Ինձ համար այդ 7%-ը ինչ որ չի հասկացվում։ Ես նույն կերպ շարունակում եմ ապրել դժվար, որովհետև միջին վիճակագրական հայաստանցու պես ապրում եմ աշխատավարձով, եւ նույնը շարունակում են զգալ հայաստանցիները։ Լավ, ուր գնաց այդ 7%-ը։ Փորձենք իրար հետ մտորել, գտնել դրա պատասխանը։ Բոլոր հիմա հեռուստադիտողները կհասկանան ինչի մասին եմ խոսքը տանում, որովհետև յուրաքանչյուրի հատկապես բյուջետային աշխատողների համար, հենց բյուջետային աշխատողների համար դա շատ տեսանելի է։ Միգուցե այսպես առաջնային զրույցների թեմա չէ, բայց ենթագիտակցության մեջ հաստատ կա։ Այն աշխատավարձը, որը որ պաշտոնապես ավելացավ ու անմիջապես հարկերի հոդվածներով գնաց պետբյուջե, դա ցույց է տալի կենսամակարդակի ավելացում, սրանով է 7% կամ եւ այլն, հա, այլ ցուցանիշներով է 7% ապահովում։ Կրկնում եմ, շատ պարզ, տեսանելի ցուցանիշներ կան, հատկանիշներ կան, որոնցով երևում է կյանքը լավացել է, թե վատացել է։ Եվ վերջ։ Սրա պատասխանը ես չէ, որ պիտի տամ։ Պարոն Ուրիխանյան, ինչ խորհուրդ կտայիք վերանշանակված վարչապետին։ Ես նույնիսկ չեմ ստացել հնչեցված հարցերի պատասխաններ վարչապետից, չեմ կարծում, որ նա ականջալուր կլինի իմ խորհուրդներին։ Եվ այդուհանդերձ։ Խորհուրդ կտայի ավելի շատ լսել, ինչ են իրեն ուղղում մարդիկ, հայաստանցիները, լրատվամիջոցները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Իջնել են բարձր դիրքից երբեմն եւ թույլ տալ սեփական անձին ուշադրություն դարձնել մնացած մահկանացուներին, սովորական ազգային ժողովի падգամավորներին, քաղաքական ուժերի այլ ներկայացուցիչներին, շարքային քաղաքացիներին ականջալուր լինել, ուշադրություն դարձնել, ինչ են ասում։ Միգուցե ինչ որ բան կքաղի։